Հանրապետությունում ամենաերկարը ու ամենասիստեմավորվածը քրեական հետապնդման ենթարկված մարդ, ես համարում եմ, որ քանի Հայաստանի Հանրապետությունում կա գետ մեկ քաղբանտարկյալ, ես ինձ էլ եմ համարում քաղբանտարկյալ, իսկ թե ինչ պետք է անել, պիտի այս իշխանությունների ձեռքը բռնել, որպեսզի այդ մթնոլորտը փոխվի, որ երկրում քաղաքական մոտիվներով հետապնդումներ այլևս չլինեն եւ պիտի մեր հասարակությունը նաեւ հասկանա, որ երբ որ իշխանությունները սկսում են խուսափողական պատասխաններ տալ կամ հերքել, թե այս կամ այն մեկը քաղբանտարկյալ չի, ապա դրա տակ ընդհանրապես թաքնված է մանիպուլյացիա, որովհետեւ որևէ մի քրեական օրենսգրքում մեր տիպի երկրների քաղաքական հոդվածներ չկան, ուստի են մարդիկ, ովքեր որ ենթարկվում են քաղաքական հետապնդման, դրանք հասարակության ընկալման մեջ են քաղբանտարկյալ առաջին հերթին, հետո նոր դրա մասին իշխանությունները կամ կարտահայտվեն կամ չէ, բայց ես ուզում եմ, որ եւ Բաքվի բանտերում եւ Հայաստանի Հանրապետության բանտերում գտնվող մեր բոլոր ընկերները քաղաքական հետապնդման ենթարկող եւ Բաքվում ազգային հետապնդման ենթարկող մեր ընկերները շուտապույտ ազատության մեջ լինեն։ Ու մասնավորապես, քանի որ վերջերս միշտ անընդհատ խոսվում է ազգային բարերարժ Սամվել Կարապետյանի, սրբազանների, վերջերս կալանավորված ժուրնալիստ տղաների Նարեկի եւ Վազգենի, ես կուզեի ավելի շատ անդրադարձ կատարել տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, այդ մարմինների ղեկավարների կամ ավականիների նկատմամբ կիրառվող աննախադեպ վերջին 5-6 տարիների ընթացքում ամենաաննախադեպ, ամենաշատ խոյահարման եւ հետապնդման են ենթարկվել համայնքի ղեկավարներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները եւ այս պահին էլ Հայաստանի Հանրապետության բանտերում են նախկին եւ ներկա իմ հիշելով 3 համայնքի ղեկավարներ Վարդան Ղուկասյանը, Դավիթ Համբարձումյանը եւ Արթուր Սարգսյանը, որ նաեւ ազգային ժողովի պատգամավոր է, բայց բերեք չմոռանանք, որ առաջին անգամ երբ Արթուր Սարգսյանը քրեական հետապնդման ենթարկվեց, նա Սիսիան համայնքի որպես ղեկավար է։ Ուստի ես ուզում եմ նաեւ հասարակության եւ քաղաքական ուժերի եւ իշխանությունների, եթե այդպիսիք կան իհարկե ու ականջալուր են, որ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ այդ բռնի, այդ ոչ մարդկային եւ ոչ ճիշտ պետական կառավարման կոնսպեկտից ոչ ճիշտ վերաբերմունքը փոխվեն, որովհետեւ տեղական ինքնակառավարման մարմինները այն առաջնային մանդատով եւ ժողովրդին ամենահասանելի մարդիկ են եւ նրանց հեղինակությունը նման էժան քայլերով չի կարելի սասանել։ Ուզում եմ եւս մեկ անգամ մեր ընկերներին ազատություն մաղթել, մեզ էլ բոլորիս պայքարի ոգի, որ միշտ կարողանանք մեր քաղբանտարկյալների կողքին։ Տեսեք, դուք ասում եք իշխանությունների ձեռքը պետք է բռնենք, որպեսզի նման բաներ չանեն։ Ինչպես է պետք բռնել իշխանությունների ձեռքը։ Հասարակության մեծ կոնսոլիդացիայի դեպքում միայն լոկալ շարժումները, լոկալ ինչ-որ, չգիտեմ, ուժեղ կամ թույլ երևույթները չեն կարող իշխանության մեքենայի, էլի եմ ասում, հնարավոր չի միայնակ կամ թեկուզ ինչ-որ քիչ թե շատ ուժերով պայքարել հասարակական լայն կոնսոլիդացիայի եւ նաեւ այն միջազգային կառույցները, ովքեր մինչեւ վերջերս պայքարում էին մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների, չգիտեմ ինչերի, դրանց պիտի անպայման այդ ժողովրդի լեզվով ասած տոկի տրվի, որ իրենք հասկանան, որ Հայաստանը երրորդ կարգի երկիր չէ եւ այստեղ չի կարելի ուղղակի փողոցից ընտրված մարդկանց կամ հեղինակություն վայելող մարդկանց վերցնել, տանել, մտցնել բանտերը եւ ուղղակի համարել, որ իշխանությունը մենք մեր իշխանությունն իրացնում ենք։